Ինչպես հասկանալ, ունենք խոց, թե ոչ, կան հստակ ախտանշաններ, թե կարող է այն ընթանալ անախտանիշ։ Ըստ տեղակայման խոցը կարող է տարբեր գանգատներ առաջացնել։ Սնամոքսի խոցը առաջացնում է հիմնականում ուտելուց հետո ցավ, եւ ինչքան վերև է գտնվում խոցը, այնքան ցավը անմիջապես է առաջանում ուտելուց հետո։ 12-մատնյա աղու խոցը առաջացնում է սոված ժամանակ ցավեր, բայց այդուհանդերձ որևէ խոց կարող է եւ չունենալ կլասիկ ախտանիշներ, կարող է լինել համր եւ ունենալ թեթև գանգատ, այրոց, վքնածություն եւ այլն, գաստրոսկոպիայի ընթացքում հայտնաբերենք խոց կամ օրինակ շաքարային դիաբետով մարդիկ միշտ կլասիկ գանգատներ չեն ունենում, որովհետեւ ունենում են ներվի եւ անոթավորման խնդիրներ, այսինքն նրանց նյարդային այդ ռեցեպտորները բթանում են եւ կարող է չունենան կլասիկ գանգատներ։ Դրա համար պնդել, որ բոլորի խոցերը պիտի ցավան ուշադիր եղեք կամ այսպիսի գանգատ պիտի առաջացնեն, ոչ այդպես չէ։